Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Անտանելի ես։ Ռեբեկա ջան, ես ընտիր տղա եմ։ Մի ոսկի անձնավորություն ու հասկանում եմ, որ իմ հմայքին դիմանալ չի լինում, բայց մի կերպ պիտի փորձես էլի գոնե։ Ու քեզ ասեմ, որ թիկտապահների հետ սենց մտերմիկ հարաբերությունների մեջ չեն մտնում։ Արի դու գնա, ես էլ քո կողքով կքայլեմ ու խոստանում եմ, Ռեբեկա ջան, որ չեմ խոսի։ Ուղղակի կքայլենք իրար հետ։ Դու էլ մուննատ գալու առիթ չես ունենա, օրը հələ նոր է սկսվել, էլի։ Հələ այնքան մուննատ կգաս։ Չել կա, պիտի դիմանաս։ Դու դեռ էստեղ ես։ Ես իմ գործը երբեք կիսատ չեմ թողնում։ Ուրեմն արի համարենք, որ դու աշխատանքից ազատված ես։ Ինչի՞։ Որովհետև ինձ թիկնապահ պետք չի։ Բա ով է պետք քեզ։ Ոչ ոք, ու ընդհանրապես, իմ նյարդերի վրա ահավոր ազդում է, երբ ինչ-որ մեկը անդադար իմ շուրջը պտտվում է։ Իսկ դու կարաս հասկանաս, որ մի օր քո կողքը ինչ-որ մեկը լինելու է վերջապես։ Չէ։ Ռեբեկա, մենք երեխա չենք։ Ու արի կլինի, ես տունտունիկը վերջացնեմ։ Դու շատ պարզ գիտես կամ գոնե հասկանում ես, ես ինչի համար եմ գնում ու գալիս այսքան։ Շատ լավ։ Այդ դեպքում արի հիմա ամեն ինչ պարզ իրար ասենք ու ավարտենք այս ամեն ինչը։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան ավարտել։ Ռեբեկա, դու ինձ դուր ես գալիս ու շատ։ Ու ես չեմ ուզում, չեմ կարող ու չեմ էլ փորձում քեզանից հեռու մնալ։ Ես չգիտեմ ինչ կլինի հետո, բայց չի բացառվում, որ կարող է ու սիրահարվեմ քեզ։ Ծաղրում ես։ Չէ, իսկ դու որտեղ տենց բան նկատեցիր։ Ես չեմ ասում, որ քեզ գժի նման սիրում եմ, կամ էլի ինչ-որ տենց ծեծված խոսքեր, չէ, ուղղակի դու ինձ դուր ես գալիս ու շատ։ Հիմա ես գիտեմ ինչ ես մտածում ու ինչ ես ուզում ասել, բայց կարաս ու ոչ մի բան չասես։ Չնայած կարաս մուննատ գաս կամ մտքիդ ինչ գալիս է ասես, ուղղակի քեզ ասեմ, որ այդ ոչ մի բան չի փոխել։ Ես ոչ պատրաստվում եմ քո վրա մուննատ գալ, ոչ էլ ուրիշ բան։ Ուղղակի քեզ մի բան կասեմ։ Անիմաստ իմ հետ կապված հույսեր մի պահի, որովհետև այդ հույսերդ երբևէ չեն արդարանալու։ Բայց պետք չի տենց վստահ լինել։ Ես իմ կյանքում արդեն սիրել եմ, ու այդ սերը մի ամբողջ կյանքի համար է։ Հենց դրա համար էլ ասում եմ, որ հետս կապված ոչ մի հույս չունենաս։ Լավ, արի գոնե, չգիտեմ, օրինակ, որպես թիկնապահ,
ես քո կողքին լինեմ։ Ու հետո կհասկանանք գալ գնալս իմաստուն էր թե չէ։ Արամ, այս կյանքում ամեն մի մարդու համար նախատեսված կա մի հոգի։ Միլիոնների մեջից դու հենց այդ մի հոգուն ես գտնում։ Կան մարդիկ, ովքեր մինչև կյանքի վերջ այդպես էլ չեն գտնում, բայց ես իմ մի հոգուն գտել եմ ու դա Վահեն էր։ Ու կարևոր չի ինքը ողջա թե չէ։ Ես Վահեից բացի ուրիշ ոչ մեկին իմ կյանքում ու իմ կողքին չեմ պատկերացնում ու չեմ պատկերացնի երբեք։ Ռեբեկա, Վահեն մահացել է։ Ես իհարկե ամենայն հարգանքով եմ արտահայտվում Վահեի մասին, բայց քո կյանքը շարունակվում է։ Ես իմ բաժին սերը արդեն ապրել եմ։ Ու դու էլ քանի իրոք չես սիրահարվել, ավելի լավ կլինի հրաժարվես իմ հետ կապված բոլոր մտքերից։ Իսկ եթե չեմ ուզում։ Արամ, ես փորձում եմ հնարավորինս հանգիստ ու համբերատար լինել քեզ հետ։ Ասեմ իմանաս, որ այդ երկու բառը ինձ հետ ոչ մի կապ չունեն։ Բայց եթե դու շարունակես այս թեման, դա նշանակում է, որ դու չես հարգում իմ խոսքը ու իմ զգացմունքները։ Իսկ ես սովորություն ունեմ մարդկանց հետ վերաբերվել այնպես, ինչպես որ իրենք ինձ հետ։ Ռեբեկա, ես հասկանում եմ քո հոգեվիճակը ու փորձում եմ հասկանալ, թե քո ներսում ինչ է կատարվում, բայց վստահ եմ, որ Վահեն ուրախ կլիներ, եթե քեզ երջանիկ տեսներ։ Ես ոչ քեզ, ոչ էլ մեկ այլ մարդու թույլ չեմ տա Վահեի անունից ինձ ինչ-որ բան ասել։ Ես քեզ արդեն ասեցի, որ այս աշխարհում իմ երջանկությունը, իմ համար նախատեսված մարդ այդ Վահեն էր, ու կապ չունի, որ ինքը մահացել է։ Եթե մահացել է, այդ չի նշանակում, որ իմ կողքին պետքա ուրիշ մարդ լինի, որովհետև տենց է կարգը։ Դու փորձում ես ինձ ինչ-որ բաներ ասել, որ սփոփես, օգնես, բայց պետք չի։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր առաջնորդվում են, որովհետև պետք է, որովհետև կարգն է այդպես կամ բամարտիկ ինչ կասեն։ Այս աշխարհում իմ սկզբունքներից ու համոզմունքներից ավելի կարևոր ինձ համար ոչինչ չկա։ Լավ, էլ ոչ մի բառ չեմ ասի։ Կներես, չէի ուզում քեզ նեղացնել։ Խոստանում եմ, Ռեբեկա, որ էլ ոչ մի բառ այս թեմայով քեզ չեմ ասել։ Իհարկե չես ասելու, որովհետև դու այլևս իմ ճանապարհին չես հայտնվելու։ Չէ, այդ մեկը չի լինի։ Ասածս հանկարծ ուրիշ ձև չհասկանաս, բայց ես խոստացա, չէ՞ քեզ, որ էլ այդ թեմայով չեմ խոսալու։ Ես չեմ ասում, որ տենց թունդ սիրահարված եմ քեզ։ Ինչ էլ որ կա իմ ներսում, նենց կանեմ, որ արագ կանցնի։ Ուղղակի չեմ ուզում, որ իմ մի սխալ ասածից մեր ծանոթությունը ուղղակի վերանա։ Արի փորձենք նորից ծանոթանալ։ Այս անգամ արդեն նորմալ ու որպես լավ ծանոթներ։ Կամ կարամ մի քիչ առիթից օգտվեմ ու պաշտոնս բարձրացնեմ, ոչ թե ծանոթներ, այլ ընկերներ։ Ես ընկերներ չունեմ, բայց որպես ծանոթ դեմ չեմ։ Էլի լավ բրծանք։ Ես հիմա գնում եմ ու չփորձես իմ հետևից գալ, որովհետև մենք ծանոթներ ենք, չէ՞։ Իսկ ես սովորություն չունեմ ծանոթներիս աշխատանքի ընդունելու։ Առավել եւս որպես թիկնապահ։ Ես էլ զարմացա, գիտես, որ տենց հեշտ համաձայնեցիր։ Արդեն լավ է ամեն ինչ։ Մնում է համբերությունդ հերիքի Արամ ջան։ Ալո։ Արման, այդ որոշել է իր զանգից չպատասխանել։ Չէ, ինչի։ Լավ ես։ Հա, լավ է։ Լավ է, որ լավ ես։ Այ ես լավ չեմ։ Ինչ ա եղել։ Արման, ես ուզում եմ իմանալ ինչի հենց հիմա որոշեցիր աշխատանքից դուրս գալ ու ինչի հանկարծ որոշեցիր, որ ես պիտի չիմանամ այդ մասին։ Ես ուզում էի ասեի ուղղակի ինչ։ Հա, ես ընդունեցի աշխատանքի անցնելու առաջարկը, բայց իմ կարծիքով այդ ամենամեծ սխալն էր, որովհետև դրանից բոլորի վիճակը էլ ավելի ավարտանում։ Այսինքն դու որոշել ես բոլորին փրկել, երբ ես երկրում չեմ ու երբ իմ ընտանիքը վստահել եմ քեզ, հա? Արման, դու հասկանում ես, չէ՞, որ խնդիրը տեղաշարժի մեջ չի։ Մարդիկ կարող են նաև տաքսիով գնալ ու գալ, Նարինեն էլ մեքենա ունի։
Պարզապես ես ինձ ավելի լավ կզգայի, եթե դու լինեիր նրանց կողքին։ Հարկ եղած դեպքում լինեիր իմ ընտանիքի կողքին։ Ես քեզ իմ տունն եմ վստահել, Արման, իմ տունը, դու ես ինչ ես անում։ Ես քեզ հիմա խնդրում եմ։ Գնալ մեր տուն, ասել Նարինեին ու բոլորին, որ դու նորից անցնում ես աշխատանքի։ Դժվար չի, չէ՞, կարծում եմ, սպասել մինչև ես վերադառնամ ու հասկանանք ինչա պետք անել։ Լավ, կգնամ։ Ապրես։ Այ հիմա կարող եմ հանգիստ լինել։ Վերջ։ Մամ, Բարև բանես, ինչ ես քանուշացար։ լուրջ խցանումներ էին։ Հա, բայց այս ժամին պիտի որ փողոցները ազատ լինեին։ Դե հիմա կարևոր արդեն հասել եմ, ամեն ինչ նորմալ է։ Ական ոնց էր։ Ոչ մի փոփոխություն։ Գոնե մի բան կերել է։ Այս քանի օրը նորմալ չի սնվում երեխան։ Չէ, սուրճ ուզեց, բայց հենց իմացավ, որ Արմանը աշխատանքից դուրս է եկել, հրաժարվեց գնաց ննջերը։ Ես իրոք շատ եմ անհանգստանում այդ երեխու համար։ Լրիվ հյուծվել է, թե հոգեպես եւ թե ֆիզիկապես։ Մամ, իսկ կասես ես ինչ պետք է անեմ, կծանոթացնես աշխատանքին։ Իհարկե, հենց հիմա ավարտեմ ու անցնենք գործի քո մասին։ Այդ դեպքում ես կարող եմ տարածքով շրջել մինչև դու ավարտես։ Իհարկե կարող ես։ Բարև։ Բարև։ Մամայդ պետքա տեսնեմ, բան պետքա խոսեմ հետը։ Տանը ոչ մեկ չկա։ Պարզա, դու լավ ես, գույնդ մի տեսակա։ Լավ եմ, նորմալ ամեն ինչ։ Ռեբեկան ասաց, որ էլ չես աշխատում հա մեր մոտ։ Հա, բայց հենց այդ մասին էլ եկել եմ խոսեմ մամայիդ հետ։ Նենց է դասավորվել, որ մինչև Սարոյանի գալը պետք է այստեղ մնամ։ Հասկացա։ Դու հաստատ լավ ես։ Հա, նորմալ։ Հաց կերել ես։ Արման, իրոք լավ եմ։ Էլկա։ Լավ չես զգում քեզ։ Լավ եմ, Արման։ Իրոք լավ եմ։ Էլկա։ Էլկա։ Ինչ եղավ։ Էլկա։ Շատ լավ։ Սիրով կսպասենք, համեցեք։ Ինձ թվում էր ամեն ինչ այնքան բարդ է լինելու, բայց աղջիկները շատ մանրամասն ու հասկանալի ձևով բացատրեցին ու ամենաբարդ թվացող բանն էլ հեշտ դուրս եկավ։ Աղջիկները բոլոր հարցերում էլ շատ սիրալիր ու նրբանկատ են։ Կարևորը որ հավանեցիր։ Հուսամ, որ էլ տանը փակված չես մնա, չէ՞։ Չէ, հաստատ կգամ։
Դու բալես այսօր էլ առանձնապես անելիքներ չունես, բայց վաղ առավոտ անպայման կգաս աշխատանքի։ Ես էլ աղջիկներն էլ քեզ կօգնենք մինչև որ հունի մեջ ընկնես։ Լավ, եղավ։ Իսկ դու ինչ պլաններ ունես հիմա։ Չունեմ ոչ մի պլան։ Դե դեպքում գնալ կայի մոտ։ Ես շատ անհանգիստ եմ այդ երեխու համար։ Մի բան պետք է մտածել, քանի գնում ենքան ավելի շատ այհություն։ Լավ, այդ դեպքում ես հիմա կգնամ խանութ, իր սիրած շոկոլադներից կգնամ։ Ինքը երբեք քաղցից չի հրաժարվում։ Ու համեր կփորձենք տրամադրությունը բարձրացնել։ Ապրես բալես։ Սարա ջան, կարող ես ինձ մի քանի րոպե տրամադրել։ Հա, իհարկե, նստիր։ Մի քանի բան եմ բերել, որ նայես։ Արսեն ջան, այսքանը տպել բերել ես, որ այստեղ նայեմ ու ուղումներ անեմ։ Հա, ինչի։ Մարդիկ երկար նստել, մտածել ու լավ տարբերակ են գտել առանց տպելու ուղարկելու համար։ Համել միանգամից այնտեղ կուղեի ամեն ինչ։ Ուղղակի ինձ սենց ավելի հարմար է։ Լավ, ես կնայեմ ու քեզ կասեմ։ Լավ, հասկացա։ Չեմ նայում քեզ։ Դու հանգիստ աշխատի, ես կսպասեմ։ Ուղղակի այնքան սիրուն ես, չի ստացվում քեզ չնայել, հասկանում ես։ Արսեն, ես չէի ուզում այս մասին խոսել, չէի ուզում ընդհանրապես ցույց տալ, որ ինչ-որ բան նկատել եմ, բայց դու ստիպում ես, որ ասեմ։ Ինչը։ Մեղմ ասած, սիրուն չի ու տղային չի սազում, այն ինչ դու արել ես։ Չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Արսեն, դու այսօր տեսել էիր, որ գոռը գալիս է։ Դրանից հետո եկար այստեղ ու ինչ-որ հաճոյախոսություններ էիր անում։ Հիշեցի՞ր։ Ջերմ զրույցի տպավորություն էիր թողնում։ Ինչի։ Սարա, մեկը չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Շատ լավ հասկանում ես։ Ես չեմ նեղանում ու չեմ էլ զարմանում, բայց ուզում եմ իմանաս, որ ես ու գոռը այնքան լուրջ թեմաների միջով ենք անցել, որ նման մանր խնդիրները մեզ չեն կարող բաժանել։ Ուղղակի երևույթն է տհաճ ու դու ես վատ վիճակում հայտնվում։ Դրա համար խնդրում եմ քեզ, արի այսքանով փակենք այս թեման ու քո հաճոյախոսությունների գիրքը։ Էլի եմ ասում, մենք այնքան բանի միջով ենք անցել, որ ոչ ոք մեզ չի կարող բաժանել կամ նույնիսկ ստիպել, որ մենք վիճենք։ Մենք չափից ավելի լուրջ պատմությունների միջով ենք անցել։ Սարա, բայց ես լրիվ հակառակն եմ լսել։ Լսել եմ, որ վիճում եք, կռվում, հաշտվում։ Բացի այդ գիտեմ, որ պապիկդ էլ այդքան էլ կողմ չի ձեր հարաբերություններին։ Քո ինֆորմացիան հնացած է։ Ես իհարկե չգիտեմ քեզ ով է ասել, բայց մեր ընտանիքից եւ ոչ ոք դեմ չի մեր հարաբերություններին։ Հավանաբար ընտանիքիս մասին էլ եմ պատմել։ Արսեն, մենք միասին ենք սովորել։ Դու գիտես, որ ես մայր եմ ունեցել ու հիմա գտել ես քո իսկական մորը։ Ոնց տեսնում եմ, ժամանակ ծախսելու կարիք չկա։ Քեզ ամեն ինչ տեղը տեղին բացատրել են, հա։ Սարա, ես չեմ ուզում, որ մեր մեջ ինչ-որ թշնաման կառաջանա։ Ու չեմ ուզում մտածես, որ ես վատ մարդ եմ։ Արսեն, ես քեզ շատ լավ ճանաչում եմ։ Ես այն ժամանակ էլ անտարբեր չէի քո հանդեպ։ Հա, բայց ես այն ժամանակ էլ եմ քեզ ասել, որ ոչինչ չի ստացվելու։ Ամեն դեպքում, Սարա, գոռը քո կողքին։ Ես չեմ ուզում այնպես ստացվի, որ ես ստիպված լինեմ քեզ հետ չաշխատել։ Դրա համար խնդրում եմ քեզ, հիմա գնա։ Ես ամեն ինչ կնայեմ ու քեզ տեղյակ կպահեմ։
Մամամ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, ինչի։ Դե չգիտեմ, դուրս է երեք է շուրջը դեր նայում, ինչ որ մեկին ես սպասում։ Չէ, մտածում էի տաքսի կանչեմ, թե ոտքով գնամ։ Դե լավ, որ հասնես զանգի։ Լավ։ Թե ասա շուրջդ ինչի ես նայում։ Գայանե։ Իրականում չէի կարա պատկերացնել, որ դու սենց լավ զրուցակից ես։ Կարող աշխատանքից հետո ինչ որտեղ գնանք։ Հա, կարելի է, ինչի՞ չէ։ Մեծ սիրո։ Ամեն ինչ ստուգել եմ, ուղումներն արել եմ։ Գայանեն տեղում չէր, որ իր միջոցով փոխանցեի։ Մի րոպեով էի դուրս եկել։ Կարիք չկա մի րոպե դուրս գալու համար ինձ զգուշացնել։ Դու կարող ես գնալ, գալ, սուրճ խմել։ Եթե ինչ-որ բան պետք լինի, ես քեզ կասեմ։ Բայց եւ բարոյապես, եւ աշխատանքիդ բնույթից ելնելով, սիրուն չի ու չի կարելի իմ կյանքը քննարկել։ Իմ, պապիկիս, քույրիկների, ընդհանրապես։ Ով։ Ես։ Ես քեզ հարց չեմ տալիս Գայանե, ես քեզ ասում եմ։ Ասում եմ, որ իմանաս։ Քո աշխատանքը ենթադրում է հավատարիմ լինել, շատ լսել, քիչ խոսել, շատ բան տեսնել ու մոռանալ, չէ՞։ Ես ամեն ինչ ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Ու պետք չի այստեղ միջանցքներում հետաքրքիր զրուցակից թվալու համար ինձ քննարկել։ Երբ որ սուրճդ խմես, խնդրում եմ ինձ համար էլ սուրճ բեր։ Ոնց ես։ Նորմալ եմ արդեն։ Չգիտեմ ինչի սենց աղավ։ Էլկա, կամ բժիշկ եմ կանչում, կամ գնում ենք հիվանդանոց։ Ոչ այն, ոչ էլ են Արման։ Ուղղակի մի քանի օր հաց չեմ կերել։ Բացի դա էլ լարված օրեր են, այսպես էլ պետք է լիներ։ Դու հո գիտես, որ մի օր հաց չուտես, արդեն լավ չես լինում։ Ինչի ես սենց անում, Էլկա։ Այս ամեն արագներ ինչ որ կարողացա բերեմ։ Կեր որ աչքս տեսնի։ Համովա։ Շատ։ Չգիտեի, որ խոհարարական հմտություններ ունես։ Դե հա, բա ոնց, պանիրը հացի մեջ դնելու մեծ վարպետ է։ Էլկա, էլ սենց չանես, լավ։ Ախր դու գիտես, որ դեռ լավ չես լավացել, պետքա սնվես, քեզ մի քիչ լավ նայի, էլի, կլինի։ Չհասկացա։ Ու ինչ հաստեղ կատարվում։ Ամեն ինչ կարգին է։ Ես քեզ բան եմ պատմել, գնացել միանգամից Սառային ես ասել։ Այսինքն։ Գիտես ինձ ինչ էր ասում, որ այդ մասին եմ խոսում։ Բայց ես ոչ մեկի անուն չեմ տվել։ Դե հասկացել է, որ ես եմ։ Լավ, բանի տեղ մի դիր։
Վայ չես պատկերացնի ինչ ջղայնացած եմ։ Երեք է եկել, այսօր հետս նենց է խոսում, ոնց որ ինքն է ինձ աշխատանքի ընդունել։ Պարոն Սարյանը երբեք իմ հետ այդ տոնով չի խոսել։ Ասում եմ բանի տեղ մի դիր։ Լավ կլինի հիմա գնաս։ Դու կարծեմ դուրս էիր, չէ՞ եկել աշխատանքից։ Հիմա ինչ գործ ունես մեր տանը։ Կլինի նորմալ խոսես։ Ամեն ինչ նորմալ է Էլկա։ Դու ասածներից ուշադիր եղի, ես հիմա գնամ։ Ու էս ինչ էր։ Ինչն էր ինչ։ Ինչ գործ ուներ էս տղան մեր տանը։ Ու այդ ինչ էր քեզ ասել, որ դու պետք է իր ասածներին ուշադիր լինեիր։ Մենք բոլորս քո համար անհանգստանում ենք, մտածում ենք, որ դու տանջվում ես, մտածում ենք ինչ անենք, որ դու այդ վիճակից դուրս գաս, բայց դու մեր մեջքի հետևում սենց բաներ ես անում Էլկա։ Վերջացրիր։ Էլկա ինչ ձև ես խոսում։ Ռեբեկա, ես հասկանում եմ քեզ, բայց դու կարաս իմ մասին էլ մտածես։ Դու տեսնում ես, որ ես վատ եմ, որ ինձ լավ չեմ զգում, այնպիսի բաներ ես ասում, որ ավելի վատ լինեմ։ Արմանը այստեղ է աշխատելու մինչև պապիկի գալը։ Իսկ այստեղ էր, որովհետև լավ չէի, ուշագնաց է եղել։ Ու Արմանը ինձ օգնել էր։ Ոնց ուշագնաց է եղել։ Ինչ ա եղել Էլկա։ Եթե վերջացրիր, խնդրում եմ գնա, ուզում եմ մենակ մնալ։ Չէ, մի րոպե, մի հատ ասա ինչ ա եղել, ոնց ես հիմա։ Լավ եմ։ Շատ լավ եմ։ Ողջ առողջ դիմացդ նստած եմ։ Կարող ես հանգիստ շարունակել վիրավորել բոլորին։ Ռեբեկա, գիտես, անհանգստանալը մենակ ոնց ես հարցնելով չի։ Եթե անհանգստանում ես իմ համար, ուրեմն պիտի մտածես նաև, թե ես ինձ ոնց եմ զգում։ Դու ամեն անգամ քո կարծիքը արտահայտում ես, մենք գիտենք քո տեսակետը։ Բայց չես հասկանում, որ Արմանը մեղավոր չի։ Արմանն էլ է մեր նման այս պատմության մեջ, հասկանում ես, հայտնվել։ Ինքը մեղք չունի, կարաս այդ վերջապես հասկանաս։ Հիմա խնդրում եմ քեզ, գնա ուղակի։ Գնա ինձ մենակ թող կլինի։ Ալո։ Արման ջան, բարի օր, աղբերս։ Լավ ես։ Բարև Արամ ջան։ Լավ, դու ոնց ես։ Լավ եմ։ Եկել եմ մաստեր կլաս։ Կարող է գաս իրար հետ մի կտոր հաց ուտենք, համ էլ մի երկու բառ կխոսանք, եթե մոտակայքում ես։ Համ էլ տես ինչ լավ է ստացվում։ Քո հրավիրած տեղը հիմա էլ ես եմ քեզ հրավիրում։ Հա, աղբերս, լավ բան ես առաջարկում։ Ես էլ մի քիչ ժամանակ ունեմ, հեսա կգամ, մի քիչ էլ սոված եմ։ Ինձ թվում է կարիք չկա ասեմ, չէ՞, որ Սարյանի մաստեր կլասում եմ։ Գիտեմ։ Լավ։ Ես էլ ասում եմ գոռը ոնց է 2 ժամա ինձ չի զանգել։ Ժամերն ես էլի հաշվում։ Րոպեները։ Էդ լավ է, մենակ ես։ Կարելի է։ Արսեն ջան, խնդրում եմ 5 րոպեից արի ու հաջորդ անգամ պարտադիր դուռը կթակես, նոր ներս կմտնես։ Անսովոր է մարդկանց հետ սենց խոսելը, բայց ստիպված եմ։ Լավ էլ ստացվում է մոտդ։ Լուրջ։ Հա, չհաշված Արսեն ջանը, մնացած ամեն ինչ իդեալական էր։ Խելառ։ Հիմա ես լրիվ հանգիստ եմ քո համար։ Էլ չես խանդում։ Խանդելը խանդում եմ, բայց լրիվ հանգիստ եմ։ Ու մենակ քո համար չեմ հանգիստ, իմ համար էլ եմ հանգիստ։ Հիմա մտածում եմ, որ հարց ունենամ, գնամ լուծելու, հետս լինես, բոլոր հարցերը կլուծեմ։ Լավ գոր, դու արդեն ինձ խանգարում ես։ Հա գոր, ես էլ քեզ եմ կարոտել։ Հա, սիրում եմ քեզ։
Շատ եմ սիրում գոր, բայց հիմա աշխատում եմ արդեն, պիտի աշխատանքից անցնեմ։ Չէ, բայց արդեն պրինցիպի հարց է դառնում այս աղջիկա թեման։ Ես ոնց հասկանում եմ, դու ամենաշատ ես անգուսի քյաբաբն ես սիրում, հա? Դե հա, սրա հետ կապված հիշողություններ կան։ Մենակ չասես, որ այդ անգուսին անձամբ ճանաչել ես։ Ամեն ինչ լսել էի, բայց քյաբաբի մասին հիշողություն չէի լսել։ Մասն քյաբաբի հետ ինչ հիշողություն պիտի ունենաս, կարա համը դուրդ գա ու նորից հետ գաս, որ ուտես, ոնց որ ես եմ արել։ Այսօր ոնց որ տրամադրությունդ բարձր է, հա, գորեն չես հանդիպել։ Բարձր այնքանով, որ հələ ողջ եմ։ Հա, դե, եթե ողջ մնալու մասին է խոսքը, ուրեմն Ռեբեկային ես տեսել։ Հա, Ռեբեկային տեսել եմ ու ամեն ինչ ասել եմ։ Դե, որ այդքանից հետո ողջ ես, այդ նշանակում է, որ իրոք ուրախանալու առիթ է։ Ոնց որ բոլորիդ լավ էլ վախի մեջ է, հա, պահում։ Այդ ինչի դու չես վախենում, հա։ Չես թողում էլ ինձ մի քիչ լավ զգամ։ Արամ, բայց իրոք ամեն ինչ կարգին է։ Դե այնքան կարգին չի, ոնց որ ես կուզեի լիներ, բայց գոնե շփման եզրեր կան։ Բայց դու վստահ ես, որ հիմա ինչ որ անում ես ճիշտ ես անում։ Դե նկատի ունեմ, իրոք սիրում ես Ռեբեկային։ Գորին էլ, Ռեբեկային էլ ամեն ինչ ասել եմ։ Ու գիշեր ցերեկ իր մասին եմ մտածում։ Լույսն էլ դեռ չբացված իրանց տան դիմաց կանգնած եմ։ Ու հիմա էլ էլի իրանից եմ խոսում, ուրեմն այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է ախպերս, որ քո վիճակը շատ լուրջ է։ Դու կեր ու որ ինձ լսես մի հատ էլ կպատվիրես, գիտես, քեզ հիմա լիքը ուժ է պետք։ Բայց իրոք համում է։ Ես զուտ ընկերական հարց ունեմ։ Հասար տուն, ամեն ինչ նորմալ է։ Հա, հասել եմ, ամեն ինչ նորմալ է։ Հա, ես չեմ հասել, որ հաստամ կգրեմ, որ անհանգիստ չլինես։ Ասում եմ, ինչ լավ ընկերություն է, չէ՞ մեր ընկերությունը։ Էլկա, կներես, եթե իմանայի, որ վատացել ես… Ռեբեկա, ես չեմ նեղացել։ Ուղղակի խնդրում եմ քեզ, էլ ոչ մի բան մի ասա։ Հասկանում ես, իմ համար դժվար է։ Ես ինքս եմ որոշել, որ պետքա չշփվեմ Արմանի հետ։ Ինձ ոչ մեկ չի ասել, մենք ենք որոշել։ Բայց կողքից ասելը ցավացնում է։ Հիմա խնդրում եմ քեզ, թող ուղղակի քնեմ։
Բարի լույս Գայանե ջան։ Բարի լույս։ Գայանե, ինձ վաղվա հանդիպումների ցուցակը կուղարկես, հա։ Ես արդեն ուղարկել եմ պարոն Սարոյանին։ Բայց ինչի՞ ես պարոն Սարոյանին ուղարկել։ Իրեն պետք չի անհանգստացնել այդ հանդիպումները ես եմ վարելու։ Դու չգիտես, որ պարոն Սարոյանը գալիս է այսօր։ Ինչ։ Հա, գալիս է։ Ինձ էլ մի քանի հանձնարարություն ա տվել։ Ինքն էլ ճանապարհին է։ Այսինքն պարոն Սարոյանը Հայաստանում է։ Արդեն այո։ Ճանապարհին է։ Բարև Արման ջան։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ որոշումդ փոխել ես։ Դե չեմ փոխել, բայց այնպես է ստացվել, որ մինչև Սարոյանի գալը այստեղ կմնամ, հետո ինքը կգա, ես կգնամ։ Կներես Արման ջան։ Ալո։ Դու տանն ես։ Հա, բալես, բայց արդեն պատրաստվում եմ գնալ աշխատանքի։ Իսկ պապիկից տեղյակ ես։ Երեք եմ խոսել հետը։ Ինչ ես հարցնում։ Դու գիտեիր, որ այսօր պապիկը գալիս է Հայաստան, կամ էլ արդեն եկել է։ Ոնց։ Հնարավոր չի։ Մինչև երեք անգամ չգիտեր երբ վերադառնալու։ Հա, բայց Գայանեն ասաց, որ զանգել է ու ինչ-որ հանձնարարություններ ա տվել։ Ես էլ չգիտեի, բայց ասաց, որ տպարան է գալիս։ Ինձ թվաց դու տեղյակ կլինես։ Չէ, բալես, տեղյակ չեմ։ Լավ, ես փորձեմ կապվել հետը։ Լավ։ Արման, դու գիտեիր, որ պապան այսօր վերադառնում է Հայաստան։ Չէ, ինձ ոչինչ չի ասել։ Ինչ է կատարվում, Աստված, իմ չեմ հասկանում։ Չգիտեմ ինչ է կատարվում, բայց որ մի բան կատարվում է, այ դա հաստատ։ Այսինքն Արման,